Հաջորդ ծրագիրը Դալմայի քաղաքային անտառն է եւ Կոմիտասի պարկը։ Կարծում ենք, որ սա Երևան քաղաքի համար կարևորագույն ծրագրերից եւ ոչ միայն ինքը հաճելի, այլև կարևորագույն ծրագիր է, որովհետեւ մինչեւ 230 հեկտար ըստ էության քաղաքային անտառի կառուցումը կարծես թե դառնալու է Երևանի թոքերի նման, հա, կամ ավելացնելու է այդ ամբողջ էկոսիստեման։ $800,000 ԱՄՆ բյուջե է հնարավոր եղել մոբիլիզացնել եւ ԱԶԲ-ի տարբեր, այսպես ասած, ռեսուրսներով 26 թվականին հայտարարել ենք արդեն էսկիզային հայեցակարգի եւ նախագծի մշակման միջազգային մրցույթը, դա հայտարարվել է դեկտեմբերի 22-ին եւ հետաքրքրության հայտերի ներկայացումը ակնկալում ենք ամսի 20-ին։ Ըստ էության սա նշեմ, որ ծրագրի իրագործումը, այսինքն բուն քաղաքային անտառի կառուցումը արդեն ներառել ենք էլեկտրական ավտոբուսների ծրագրի մեջ որպես կլիմայական բաղադրիչ նաեւ։ Ֆինանսական ռեսուրսները, ինչպես նշեցի, այս պահին ներքին պլանավորված չեն, հետևաբար այստեղ ծախսերի կատարողականի մասին դեռ չենք խոսում եւ 26 թվականին այս աշխատանքները ավարտելուց կլինեն վճարումներ։ Եվ ուզում եմ նաև բովանդակային անդրադառնալ Դալմայի այգու եւ Կոմիտասի պարկի ծրագրին, որովհետեւ ինչպես գիտենք 26 թվականին Երևանը հյուրընկալելու է COP17 համաժողովը եւ նաեւ ձեր հետ հենց քննարկման եւ ձեր կողմից նախանշմամբ այս ծրագիրը համարվելու է COP-ի շրջանակներում որպես այսպես ցուցադրական Երևանի համար ծրագրերից մեկը այդ նպատակով նաեւ էսկիզային նախագիծը այնպիսի լուծումներով կտրվի, որպեսզի կարողանանք նաեւ ներկայացնել COP-ի շրջանակներում որպես կենսաբազմազանության եւ կլիմայական կայունության կարևոր ծրագիր եւ պետք է նշեմ, որ տեխնիկական բնութագիրը կազմված է այնպես, որպեսզի մենք ստանանք Դալմայի այգիներից մինչեւ Կոմիտասի պարկ ձգվող, այսինքն Երևանյան լճի եւ Նորագյուղի հատվածը վանանող, նաեւ կարելի ասել էկոլոգիական եւ շարժունակության միջանցք, կորիդոր եւ էկոսիստեմային տրամաբանությամբ է տրված տեխնիկական բնութագիրը։ Ես հուսով եմ մենք հետաքրքիր եւ շատ արժեքավոր ծրագիր կունենանք արդյունքում։ Երևի այսքանը, շնորհակալություն ժամանակի համար։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան պարփակ ներկայացման համար, այս իհարկե ամենը շատ լավ է, բայց այս ամենը պետք է նաև իրականացվի եւ իրականացվի այն ժամկետներում, որոնք որ հիմնականում նախանշվում է, հաշվի առնելով նաև բոլոր այն ռիսկերը, օրինակ կան դեպքեր, երբ որ ակնհայտորեն, երբ որ տեսնում ենք process-ը sense ինչ որ մի շրջափուլի մեջ է մտել, որ անընդհատ նույն process-ը կրկնվում է եւ չկա արդյունք, օրինակ մանկապարտեզների նախագծերի հետ կապված, այդտեղ պետք են առանձին որոշումներ։ Օր առաջ ես դրանց մասին պետք է իմանամ, ես չպետք է իմանամ դա տենց մի տարի հետո։ Ես պետք է օր առաջ այդ ինֆորմացիան իմանամ եւ համապատասխան միջոցներ սկսեմ ձեռնարկել դրա հետ կապված, որոշումներ կայացնենք դրանց հետ կապված։ Ինչ վերաբերում է խոշոր տրանսպորտային ծրագրերին, ես արդեն ասացի, որ ակնկալում եմ շատ գործուն արդյունքներ այս տարվա ընթացքում Տիկին Թևանյան, Տիկին Բաբայան, շնորհակալ եմ այսքան անց ենք հանձնարարություններին։